Այսօր տողատակում Էրդողանի հաղթանակը Դավութ Օղլուի նկատմամբ, ԱՄՆ Իրան նոր ճակատը հյուսիսային Իրաքում, Թրամփի ձախողումը Մերձավոր Արևելքում եւ Ալիևի ռեժիմի քրեական ցակումնաբանությունը։ Բարև ձեզ, Fast Info-ի եթերում տողատակում հաղորդաշարն է։ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութ Օղլուն հայտարարել է իր ստեղծած ապագա կուսակցության լուծարման եւ քաղաքականությունից հեռանալու մասին։ Կուսակցության աղբյուրների համաձայն իրական պատճառը նախագծի ձախողումն է։ Կուսակցությունը ստեղծվել էր Էրդողանի արդարություն եւ զարգացում կուսակցությանը այլընտրանք դառնալու համար, սակայն 2024 թվականի ընտրություններում ստացել էր ընդամենը 0.11% ձայն։ Առաջնորդների ամբիցիաների, տարաձայնությունների, ֆինանսական խնդիրների եւ այլ պահպանողական ուժերի հետ դաշինք կազմելու փորձերի ձախողման պատճառով որոշում է կայացվել դադարեցնել կուսակցական գործունեությունը։ Ահմեդ Դավութ Օղլուի հեռացումը մեծ քաղաքականությունից լոկ-մեկ անհատի կամ ձախողված կուսակցության պատմություն չէ, այլ Թուրքիայում չափավոր իսլամիզմի ու նեո-օսմանիզմի ճարտարապետի վերջնական քաղաքական սնանկության արձանագրումը, որը խորքային ազդակներ է պարունակում Անկարայի ներքին եւ արտաքին ուժային հավասարակշռության վերաբերյալ։ Դավութ Օղլուի հիմնական սխալն այն թյուր հաշվարկն էր, թե ինքը կարող է Էրդողանից խլել պահպանողական ընտրազանգվածի հոգին ու քվեն, առաջարկելով նույն գաղափարախոսության ավելի ակադեմիական ու մաքրամաքուր տարբերակը։ Տողատակում ակնհայտ է դառնում, որ թուրքական պահպանողական ընտրողին հետաքրքրում է ոչ թե գաղափարական նրբանկատությունը կամ ակադեմիական դոկտրինները, այլ կոշտ, պրագմատիկ իշխանությունը, որն այսօր մարմնավորում է Էրդողանը, իսկ Դավութ Օղլուի գրանցած 0.11%-ը ցույց տվեց, որ Էրդողանի համակարգից դուրս չափավոր իսլամիստական այլընտրանք գոյություն չունի։ Այդ ձախողումը նաև բացահայտեց թուրքական ընդդիմադիր դաշտի խորքային ճգնաժամը, անհատական ամբիցիաները, առաջնորդների անձնային անհամատեղելիությունն ու ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունը, որոնք իջիկ դարձրին պահպանողական այլընտրանքային դաշինք ձևավորելու բոլոր փորձերը։ Արդյունքում Էրդողանի աջակողմյան ճամբարը դուրս է գալիս ներքին պատմական վտանգից, իսկ թուրքական քաղաքական դաշտը վերջնականապես բևեռանում է երկու հիմնական ուժերի՝ իշխող ազգայնական պահպանողականության բլոկի եւ աշխարհիկ ընդդիմադիր խմբավորումների միջև, այլևս տեղ չթողնելով միջանկյալ կամ կենտրոնամետ նախագծերի համար։ Իրաքցի հայտնի վերլուծաբան Քազեմ Ալ-Հաջը, բացահայտելով Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցող իրադարձությունների ետնաբեմը, նախ զգուշացրել է Վաշինգտոնի փորձերի մասին օգտագործելու Իրաքյան Քուրդիստանի անջատողական զինված խմբավորումներին Իրանի սահմանները ապակայունացնելու նպատակով։ ԱՄՆ-ի կողմից Սիրիայից դեպի Իրաքյան Քուրդիստան զենքի եւ զինամթերքի փոխադրման մասին թեզը շրջանառության մեջ տնելով, իրաքյան մերձիրանական շրջանակները փորձում են կանխարգելիչ տեղեկատվական հարված հասցնել Վաշինգտոնի նոր ռազմավարությանը։ Տողատակում հստակ կոորդինացում է, որ Միացյալ Նահանգները Սիրիայում իր դիրքերի հնարավոր վերանայման կամ վերախմբավորման ֆոնին ձգտում է չկորցնել տարածաշրջանային լծակները եւ ռազմավարական ծանրության կենտրոնը տեղափոխում է հյուսիսային Իրաք, որտեղ ինքնավարությունն ու աշխարհագրական դիրքը լիովին հնարավորություն են տալիս անմիջական ճնշում գործադրել Թեհրանի վրա։ Իրանի դեմ քրդական սեպարատիստական խաղաքարտի ակտիվացումը Վաշինգտոնի համար էժան, բայց չափազանց արդյունավետ հիբրիդային գործիք է, որը թույլ է տալիս ներսից պայթեցնել Իրանի սահմանամերձ էթնիկական գոտիները առանց ուղղակի ռազմական բախման մեջ մտնելու։ Մյուս կողմից Բաղդադի կողմից այս թեմայի բարձրաձայնումը վկայում է Իրաքի ազգային անվտանգության համակարգում տիրող խորը անհանգստության մասին, քանի որ Քուրդիստանի չափից ավելի զինումը եւ ինքնուրույն արտաքին ռազմական քաղաքականությունը սպառնում է ոչ միայն Իրանի սահմաններին, այլև հենց Իրաքի տարածքային ամբողջականությանը։ Ըստ էության փորձագիտական այս նախազգուշացումով Թեհրանը Բաղդադի միջնորդավորված խողովակներով ազդակ է ուղարկում թե Վաշինգտոնին, թե Էրբիլին առայն, որ քրդական տարածքից սպառնացող ցանկացած անվտանգային ռիսկ դիտարկվելու է որպես ուղղակի ագրեսիա, ինչը կարող է հանգեցնել Իրանի կողմից հյուսիսային Իրաքում նոր եւ ել ավելի կոշտ ռազմական գործողությունների ու տարածաշրջանային նոր էսկալացիայի։ The Atlantic-ը ինչու պարտվեց Թրամփը վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ նշում է, որ Թրամփը չկարողացավ Իրանի շուրջ իր ամոկոտ հրետորաբանությունը ամրապնդել իրական գործերով եւ ի վերջո խաբեց միայն ինքն իրեն։ Նա այս պատերազմը սկսեց անձնական դրդապատճառներով, այլ ոչ թե հստակ ռազմավարությամբ եւ հիմա պարտվում է նույն անձնական պատճառներով։ Թրամփն ինքնահավան է, նա իր նախորդներին հիմար էր անվանում, իսկ իրեն հանճար։ Սակայն նրա նախորդները Ջիմի Քարթերից ու Ռոնալդ Ռեյգանից մինչև Ջո Բայդեն բավականաչափ խելացի էին Իրանի դեմ մեծ պատերազմ չսկսելու համար։ Թրամփը Իրանից պահանջում էր անվերապահ կապիտուլյացիա, սակայն դրա փոխարեն հիմա ինքն է բանակցում մի համաձայնագրի շուրջ, որը բավարարում է իրանական, այլ ոչ թե ամերիկյան պահանջների մեծ մասը։
Տողատակում ակնհայտ է դառնում, որ ամերիկյան վերնախավի մի հատվածը փորձում է Իրանի դեմ ռազմավարական ձախողման ողջ պատասխանատվությունը բարթել էքսցենտրիկ նախագահի անձնական ամբիցիաների վրա, քողարկելով բուն համակարգային ճգնաժամը։ Թրամփի կողմից առավելագույն ճնշման եւ ուղղակի ռազմական էսկալացիայի քաղաքականությունը հիմնված էր այն թյուր հաշվարկի վրա, թե Թեհրանը կամ կփուլուզվի ներսից, կամ կգնի կոշտ ուժի առջև։ Սակայն Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հենվելով դիմադրության երկարատև ռազմավարության վրա ցույց տվեց, որ պատրաստ է գնալ մինչև վերջ, ստիպելով Վաշինգտոնին բախվել տարածաշրջանային մեծ պատերազմի իրական վտանգին, որին ԱՄՆ-ն ոչ ռեսուրսային, ոչ էլ հանրային առումով պատրաստ չէր։ Այս հոդվածի հայտնվելը վկայում է նաև ԱՄՆ-ի ներքաղաքական դաշտում սկսված մեղավորների որոնման փուլի մասին։ Թրամփի հակառակորդները ցույց են տալիս, որ բարձրագույն հայտարարություններից ու անվերապահ կապիտուլյացիայի պահանջներից հետո իրանական պայմաններով զիջումների գնալն արձանագրում է ԱՄՆ-ի տարածաշրջանային հեգեմոնիայի վերջնական ճգնաժամը։ Արդյունքում Իրանի հետ բանակցություններում նախաձեռնությունն անցնում է Թեհրանին, իսկ Վաշինգտոնը ստիպված է ընդունել, որ Մերձավոր Արևելքում ուժի դիրքերից խոսելու դարաշրջանն այլևս աշխատում է հենց իր դեմ։ Գլոբալ դիմադրության ապագա կենտրոնն աստիճանաբար տեղափոխվում է Եվրասիայի հարավ, Թուրքիայից մինչև Կորեա ընկած աշխարհագրություն, ուր տեղափոխվում է համաշխարհային արդյունաբերական ու տնտեսական պոտենցիալի զգալի մասը։ Իրանի եւ Հորմուզի նեղուցի շուրջ հակամարտությունը ոչ թե վերջնական նպատակ է, այլ փորձադաշտ հետագա ավելի մասշտաբային ռազմավարությունների, այդ թվում Հորմուզից մինչև Մալակկայի նեղուց Չինաստանի ծովային շրջափակման սցենարները փորձարկելու համար։ Այս թեզը բացահայտում է ժամանակակից աշխարհաքաղաքականության ամենաառանցքային ճշմարտություններից մեկը։ Մերձավոր Արևելքում եւ Պարսից ծոցում տեղի ունեցող ռազմաքաղաքական բախումները լոկտեղային կամ տարածաշրջանային հակամարտություններ չեն, այլ Հնդ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի զսպման մեծ ռազմավարության առաջնագիծը։ Տողատակում ակնհայտ է դառնում, որ Վաշինգտոնի եւ դրա դաշնակիցների համար Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը կամ դրա շուրջ ճգնաժամերի հրահրումը առաջին հերթին ուղղված է Պեկինի էներգետիկ անվտանգության խոցելիությանը, հայտնի Մալակկայի դիլեման խորացնելու նպատակով։ Չինական տնտեսությունը կենսականորեն կախված է ծոցի երկրներից ու Իրանից ստացվող ածխաջրածիններից, որոնք Ասիա են հասնում հենց Հորմուզի եւ Մալակկայի նեղուցներով։ Ոստի Մերձավոր Արևելքից մինչև հարավ չինական ծով ձգվող ծովային կոկորդները, choke points-ները վերահսկելու կամ դրանք ռազմականացնելու փորձերը ծառայում են որպես Չինաստանի տնտեսական շրջափակման մեջ վերցնելու ռազմավարական գործիք։ Այս վերլուծությունը նաև ցույց է տալիս, թե ինչու է Պեկինը տենդային տեմպերով զարգացնում մեկ գոտի մեկ ճանապարհ նախագծից ցամաքային միջանցքները, այդ թվում Կենտրոնական Ասիայով, Իրանով եւ Հարավային Կովկասով անցնող երթուղիները, ինչպես նաև չինական ռազմածովային նավատորմի ներկայությունը Հնդկական օվկիանոսում։ Չինաստանը հիանալի հասկանում է, որ ծովային ճանապարհների խոցելիությունը իր թույլ տեղն է եւ ԱՄՆ-ն ցանկացած պահի կարող է փակել ծովային ծանրոցը։ Արդյունքում Հորմուզ Մալակկա առանցքը դառնում է հիմնական լաբորատորիան, որտեղ փորձարկում են ապագա գլոբալ պատերազմի կանոնները ու վերահսկի հարավային Եվրասիայի ծովային ու ցամաքային զարկերակները, նայել թելադրելու է 21-րդ դարի նոր աշխարհակարգի պայմանները։ Բախա Նովխանինսկին եւ Հեյդար Ալիևն ինչպես ոչնչացվեց քրեական հեղինակությունը։ 1990-ականներին Ադրբեջանում շորթական մեծ հարգանք վայելող օրենքողով Բախտիար Քերիմովը Բախա Նովխանինսկին փոխարինում էր կոռումպացված պետական համակարգին եւ նույնիսկ հացահատիկային ճգնաժամի ժամանակ ցորեն էր հասցնում Բաքուն։ Դրանի պատասխան Հեյդար Ալիևը հայտարարեց այս երկրում եւ նախագահը եւ օրենքով գողը ես եմ, ինչից հետո Քերիմովին ձերբակալեցին, ազգային անվտանգության նախարարության նկուղներում խոշտանգեցին եւ ազատ արձակելուց կարճ ժամանակ անց թունավորելով սպանեցին։ Այս պատմական դրվագը պատահական չէ, որ հայտնվում է տեղեկատվական դաշտում։ Այն բացահայտում է ժամանակակից ադրբեջանական պետության բուն էությունը, ցակումնաբանությունը եւ իշխանության կառուցվածքը։ Տողատակում ակնհայտ է դառնում, որ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիևը 1990-ականներին իշխանության գալով Ադրբեջանում չոչնչացրեց հանցագործ համակարգը, այլ մոնոպոլիզացրեց այն։ Ալիև ավագի հայտնի արտահայտությունը այս երկրում եւ նախագահը եւ օրենքով գողը ես եմ, պարզապես զայրույթի խոսքեր չէին, այլ նոր քաղաքական ռեժիմի փիլիսոփայությունը։ Նա ոչնչացրեց անկախ քրեական աշխարհի ներկայացուցիչներին ոչ թե օրենքի գերակայություն հաստատելու, այլ պետական ապարատն ու ուժային համակարգը օրենքով գողերի գործառույթներով օժտելու համար։ Այսօրվա Ադրբեջանում տիրող ուսադիրներով Բեսպրեդելը, բիզնեսի ռեկետը, քաղաքական ընդդիմադիրների լռեցումը եւ անպատժելիությունը հենց 90-ականներին դրված հիմքերի արդյունքն է։ Պետությունը վերածվել է միասնական քրեական կլանի, որտեղ օրենքը փոխարինված է Ալիևների կամայականություններով, իսկ դատարանները կատարում են նոտարի դեր, վավերացնելով ուժայինների կամայականությունները։
Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։